Բարի օր սիրելի հայրենակիցներ, այսօր Այլանկյունից հաղորդման հերթական թողարկումն է եւ տաղավարում հյուրընկալել եք ընդհանուր վիրաբույժ Գրիգորի Արուստամյանին։ Բարի օր, պարոն Արուստամյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերն ընդունելու եւ տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ առիթ ընձեռելու համար զրույց ունենալու։ Գիտեք նաեւ մենք, որ դուք անմիջապես վիրահատարանից եք եկել այստեղ եւ շտապ եմ հարցնել, ինչպես անցավ։ Բարեբախտաբար լավ էր եւ հաղթանակած տրամադրությունով, քանի որ ամեն մի վիրահատություն էլ մի հաղթանակ է ցանկացած վիրաբույժի համար։ Ընդհանրապես ցանկացած բժշկի համար բուժված հերթական հիվանդը դա մի հաղթանակ է եւ ինձ թվում է դրանով ենք մենք սնվում։ Պարոն Արուստամյան, իհարկե բժշկությունը, բժշկելը ձեր տարերքն է, կարելի ասած, ձեր մասնագիտական, սակայն այսօր կփորձենք ձեզ բացահայտել այլ տեսանկյունից։ Ինչպես կկամենաք։ Եվ այսպես փորձեմ հնարավորինս անկեղծ լինել։ Շատ բարի, եւ սկսենք մանկուց։ Ինչպես եք եղել դուք մանուկ ժամանակ։ Պիտի ասեմ, որ մանկությունս շատ երջանիկ է անցել, մանկության սկզբնական հատվածը, ինչու եմ ասում, որովհետև արդեն 10 տարեկանից Արցախյան առաջին պատերազմներ եւ չի կարելի դա համարել լավ կամ երջանիկ մանկություն, բայց այնուամենայնիվ սկիզբը տպավորիչ էր, լավ էր, ինչու, որովհետև ընտանիքի առաջի զավակն էի, հայկական այդ մտածելակերպով արու զավակն էի եւ սիրելի էի ընտանիքիս անդամների համար, հատկապես տատիկիս համար, ամեն ինչով սիրաշահվում էր, ամեն ինչի նորը փորձում էին ունենալ, բնականաբար նաև խստությունը, դաստիարակության եւ մարդ տեսակի ձևավորման համար, որի համար միանշանակ պարտական եմ ծնողներիս եւ շատ շնորհակալ եմ, որովհետեւ կարծում եմ, որ այնինչ ձևավորվել է իմ մարդ տեսակը, հիմքը դրել են իմ ծնողները։ Իհարկե հետագայում մի շարք հանգամանքներ հաշվի առնելով Արցախի հարուստ բովանդակությունը եւ լավ եւ վատ իմաստով, բնականաբար այս ամենը նաեւ ազդեցություն է ունեցել մարդ տեսակի ձևավորման։ Այնպես որ եթե հետադարձ նայեմ իմ մանկությանը, ապա կարծում եմ, որ ես երջանիկ մանկություն եմ ունեցել։ Նույնիսկ այդ պատերազմական տարիներին էլի հետ նայելով լավ օրերն ենք հիշում, լավ դրվագներն ենք հիշում, քույրերիս հետ ենք պարբերաբար վերհիշում, ինչ մանկական օրեր կամ երևույթներ ունեցել ենք, բնականաբար շատ-շատերը իմ տարիքակիցները այդ մանկական տարիքում գուցե եւ ինչ որ բացասական ազդեցություն ունեցել է, բայց այնուամենայնիվ դա չի խանգարել կայանանք, ամեն մեկս ինչ որ մի ձև։ Պարոն Արուստամյան, բնականաբար շատ լավ է, երբ մանկությունը միայն վառ գույներով եք հիշում։ Իհարկե հետագայի, այսինքն ձեր մասնագիտական ընտրության վրա ինչ ազդեցություն ունեցավ կամ ինչ հանդիսացավ, որպեսզի դուք ընտրենք հենց այդ ճանապարհը, որ հիմա դուք աշխատում եք, այսինքն բժշկի ճանապարհը։ Երևի նաև գենետիկորեն, նաև ընթացքում ձևավորվել է մարդասիրական կենսակերպը ինձ համար։ Ճիշտն ասած, սկզբնական շրջանում, երբ որ ուսումնասիրում էինք պատմությունը դպրոցում, առաջի դասարաններում, տարբեր հաղթանակներ, տարբեր հերոսների կերպարներ, տպավորությունը այնպիսին էր, որ պիտի ռազմական գործով շարունակեի իմ ապագան, հետագայում հասկացա, որ բժշկությամբ զբաղվելը ավելի ինձ հոգեհարազատ է, նույնիսկ մի պահ արդեն ավելի բարձր տարիքում, 10-րդ դասարանում մտածում էի, որ ռազմական բժիշկ դառնալու մասին, հետո այնպես ստացվեց, որ այնուամենայնիվ ռազմական հատվածը դուրս եկավ, բայց այդ իմ երազանքը ռազմական գործով զբաղվելու իմ ծառայության ժամանակ կարելի ասած իրականացրեցի, որովհետև սիրով եւ մեծ պատասխանատվությամբ եմ անցել իմ 2 տարվա ծառայությունը եւ այդ օրերը նույնպես շատ լավ եմ հիշում եւ շատ տպավորիչ է, որովհետև ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, որոնց հետ մինչ օրս էլ կապ ենք պահում եւ նաեւ կարծում եմ, որ ազդեցություն է ունեցել իմ մարդ տեսակի վրա։ Ռազմական այդ նախասիրությունը մեր զրույցի հետագա ընթացքում նույնպես կբացահայտենք, հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա կատարենք մի հատ ժամանակային թռիչ եւ փորձենք ճշտել, ինչպես է սկսում ձեր օրը։ Ճիշտն ասած, կյանքի տարբեր էտապներում տարբեր ձև էր սկսվում եւ քանի որ ունեցանք դաժան 44-օրյա պատերազմ, միանշանակ, եթե այսպիսի կենսակերպը համարենք,
ունեի մինչ 44 օրյա պատերազմը առօրյա եւ ունեմ դրանից հետո։ Եվ միանշանակ դրանք տարբերվում են, չեմ կարծում, որ այս ժամանակահատվածում իմ առօրյան պիտի լինի ընդմիշտ, որովհետեւ մի քիչ ավելի ծանր է, գուցե չգիտեմ ինչքանով է ճիշտ նույնիսկ դրանով կիսվել, բայց այնուամենայնիվ եթե խոստացա անկեղծ լինել, ապա ասեմ։ Քանի որ ընտանիքս այս պահին Արցախում չի գտնվում, ապա տուն գնալու իմաստ էլ չունի, այսինքն տանը մնալու իմաստ էլ չունի։ Տուն գնում եմ իմ կենցաղային հարցեր լուծելու համար, իսկ մնացած հատվածը, այսինքն սկսվում է օրս հենց հիվանդանոցում, որովհետև մնում եմ հիվանդանոցում, պարտադիր չէ հերթապահության մեջ լինեմ եւ կոնկրետ ինչ-որ գործողություններ պատասխանատվությամբ կրեմ, բայց օգնում եմ իմ ընկերներին այս կամ այն հարցերում, կազմակերպչական թե բժշկական, եւ սկսվում է բնականաբար հիվանդանոցում։ Հիվանդանոցային առօրյա է, այսինքն առավոտյան ժողով, երբ որ քննարկում են գիշերվա անցկացրածը, նախատեսվող օրվա ծրագիրը, դրանից հետո որոշ ժամանակ հատկացվում է նոր դիմաց հիվանդների ընդունելության խորհրդակցությունների եւ եթե կան նշանակված վիրահատություններ, հետո անցնում ենք վիրահատական բուժման։ Բնականաբար նախապես վիրահատվածները, նախորդ օրվա վիրահատվածների, այս կամ այն խնդիրների լուծման համար, դուրսգրումների կամ բուժական կորեկցիաների համար հիմնականում առօրյաս անցնում է հիվանդանոցում, ասեմ այսպես։ Եթե ինչ-որ անձնական խնդիրներ կան, ապա աշխատանքային ժամերից բավականին ուշ եւ երբեմն նույնիսկ ինչ-որ անձնական գործ պլանավորելու համար ինձ նույնիսկ շաբաթներ են պետք լինում, որպեսզի կարողանամ պլանավորեմ եւ կատարեմ։ Դրա համար շատ հաճախ ստիպված եմ լինում, ինչքան էլ ես չսիրեմ, բայց որոշ գործերում ասածս չկատարել։ Դա ցավով եմ արձանագրում, բայց մխիթարվում եմ, որ դա մասնագիտական, այսինքն տվյալ պահին խոստումս չկատարել լինում է ի հաշիվ ինչ-որ կյանք փրկելու կամ ինչ-որ մեկին օգնություն, ինչ-որ անծանոթ մարդու օգնություն ցույց տալու համար։ Կարելի է այսպես կոնկրետացնել, որ Հիպոկրատի երթումը ոչ այլ երթում է, այլ ձեզ համար ապրելակերպ։ Այս պահին այո։ Այս պահին այո, եւ բնականաբար այդ բազմազբաղ առօրյայի մեջ առողջ հոգի, առողջ մարմնում կամ առհասարակ սպորտով զբաղվել հնարավոր է դառնում թե չէ, կամ ինչքանով եք հետևում առողջ ապրելակերպի։ Ճիշտ հարցեր, կարծում եմ, որ դա պիտի յուրաքանչյուր մարդու անբաժան մասը լինի, որովհետև տկար մարմնում չի կարող լավ մտքեր առաջանալ եւ հոգեբանորեն լավ վիճակում լինի։ Դրա համար աշխատում եմ համապատասխանեմ, այսինքն հնարավորին ժամանակ օգտագործում եմ գտնվելու բնության գրկում, բարեբախտաբար մեր գյուղը դեռ հայկական, դեռ չէ, հայկական հսկողության տակ է եւ հաճախակի այցելում եմ գյուղ, գտնվելով բնության գրկում, ուղակի քայլելով մեծ բավականություն եմ ստանում։ Ինչ վերաբերում է կանոնակարգված սպորտով զբաղվելուն, դժբախտաբար չի ստացվում։ Մի քանի անգամ պլանավորել եւ սկսել եմ կանոնավոր զբաղվելու, բայց հետո հասկացա, որ չի ստացվում։ Անհամատեղելի է։ Սիստեմատիկ բնույթ չեմ կարողանում դարձնել։ Կարծում եմ, որ դա էլ ժամանակավոր է, որովհետև այնուամենայնիվ գիտակցում եմ, որ ինչ որ կյանքի հետևում երևի թե եթե առօրյաս մի քիչ ավելի հեշտանա, ավելի մեծ ժամանակ կհատկացնեմ սպորտին։ Հիմա էլ ընկերոջ հետ որոշում ենք կայացել, որ պիտի հաճախենք մարզադահլիճ որոշակի մարզումների համար, դե չգիտեմ երբ պիտի։ Դե հույսով երբ հարցազրույցից հետո ձեզ տեսնենք, արդեն դուք սիստեմատիկ սպորտով կզբաղվեք։ Հուսանք ես նույնպես։ Շատ բարի, պարոն Արստամյան, ընդհանրապես 21-րդ դարը ինչքան է լինի համացանցի դար, այնուամենայնիվ դուք հասցնում եք բացի մասնագիտական գրականությունից, նաև կլասիկ գրականություն կամ չգիտեմ նախընտրած ինչ-որ ուղղություն եւ առհասարակ այս պահին ինչ գիրք է դրված ձեր սեղանին։ Ցավոք դրան նույնպես մեծ ժամանակ չեմ կարողանում հատկացնեմ, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով մեր ժամանակաշրջանը, ինչ իրավիճակում ենք հայտնվել, անհրաժեշտություն ունեմ որոշակի պատմական ընթերցանություններ անել, մեր ծագումնաբանությունը ուսումնասիրելու, վերջերս
Գրիգորի Գաբրելյանցը նվիրեց իր գիրքը, այս պահին սեղանից դրված է, ընթերցում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, բավականին լուրջ ծագումնաբանական վերլուծություններ ունի, հնարավոր է ես շատ լավ չեմ տիրապետում, այսինքն որոշ տեղեկություններ կա գրքի մեջ ձետեղված, որ ինձ համար նորություն էր։ Սկսված մարդկության սկզբնահատվածից եւ պատմական մեծ շրջան անցնելով տարբեր իրավիճակներում ընդ որում օգտագործվել է գրականությունը ոչ միայն հայկական աղբյուրներ, այլ բազմաթիվ այլ աղբյուրներ, նույնիսկ ժամանակային առումով օգտագործված է նաեւ ադրբեջանական կամ թուրքական գրականություն, սա դրված է իմ սեղանին, այդ գիրքը աշխատում եմ ժամանակ հատկացնել Աստվածաշունչ ընթերցել, նույնպես իմ սեղանին դրված է եւ նաեւ մասնագիտական գրականություն, պատերազմից հետո Կարմիր խաչի կողմից նվեր ստացա գիրք անհետաձգելի վիճակներում վիրաբուժական միջամտությունների, բժշկական օգնությունների, մասնավորապես պատերազմական շրջանում, դա նույնպես ուսումնասիրում եմ, ինչքան էլ իմանաս, ինչքան էլ ծանոթ է, երբեմն նույնիսկ կարդալուց ձանձրանում ես, որովհետև դա գիտես, բայց այնուամենայնիվ տողերի արանքում տեսնում ես նորություններ կամ արդեն մոռացված ինֆորմացիա եւ այս ամենը օգնում է որպեսզի ռիթմի մեջ մնանք, քանի որ վստահ եմ, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել եւ հույս ունեմ, որ մեր սերունդը գուցե ավելի երկարատև վերջակետ կդնի եւ չենք թողի այս կիսատ ավերակները մեր երեխաների սերունդին։ Իսկ որ գիրքը խորտ կտայիք մեր հայրենակիցները, որ անպայման կարդան։ Ցավով պիտի արձանագրեմ, որ դա նույնիսկ չգիտեմ ինչքանով է ճիշտ խորհուրդ տալը, որովհետև ինչպես նշեցիք, էլեկտրոնային այս դարաշրջանում մարդիկ կարծես թե հետ են մնացել գիրք կարդալուց, այդ թվում եւ ես անմասն չեմ հասարակությունից, դրա համար ավելի շատ ֆիլմերի ձևով են տեղեկություններ ստանում, ես ինձ համար շատ մեծ կարևորություն եմ տալիս Մայրիկ ֆիլմին, Անրի Վերնոյի կողմից գրված գիրքը եւ ֆիլմին, որտեղ չգիտես ինչքանով է դա կարողացել անել, որ այն տեղեկությունները եւ ինֆորմացիան ինչը որ կա, բնորոշ է հայկական ազգին մինչ օրս։ Եվ կարծես թե անընդհատ կրկնվում է այդ երևույթները եւ այնտեղ տեսնում ես ամեն ինչ եւ ազգի կամ ընտանիքի կործանումը, անհատների կործանումը եւ վերածնունդը եւ նաեւ այդ մեծ աշխարհի շարժի մեջ հայ մնալը։ Կարծում եմ, որ դա ամեն մի հայ էլ պետքա գոնե մեկ անգամ տեսնի կամ ընթերցի։ Գիրքը չեմ ընթերցել, բայց ընթերցողները ասում են, որ գիրքը ավելի հետաքրքիր է ընթերցում, քան ֆիլմը դիտելը։ Ես նույնպես լսել եմ, որ գիրքը ավելի հետաքրքիր է, ցավոք ես նույնպես չեմ հասցրել կարդալ։ Իսկ ինչ երաժշտություն եք լսում։ Դա նույնպես կբաժանեմ երկու հատվածի, մինչ 44 օրյան եւ հետո։ Երաժշտությունը կարծում եմ, որ ցանկացած մարդու անբաժանելի մասը պիտի կազմի եւ ինչու նաեւ մասնագիտական առումով, որովհետեւ երաժշտությունը օգնում է, որպեսզի մարդ հոգեբանորեն եւ նաեւ հասարակության մեջ լիարժեք անդամը եւ մասնիկը կազմի։ Այդ պատճառով էլ իմ երեխաներին խորհուրդ եմ տվել անպայման երաժշտական կրթություն ստանալ, իհարկե ոչ թե իմ կողմից պարտադրելով ինչ որ գործիք կամ նախասիրություն, այլ իրենց նախասիրությունները հաշվի առնելով, որովհետև կարծում եմ, որ դա օգնում է լավ մարդ ձևավորվելու։ Ճիշտն ասած, մինչև պատերազմը բնականաբար հաճախ երաժշտությունը անբաժանելի մասն էր կազմում եւ հաճախ երբ որ ընտանիքով ինչ որ տեղ են գնում, նույնիսկ երաժշտություն ոչ թե լսում ենք, այլ ընտանիքով երգում ենք մեքենայի մեջ, բնականաբար մեծ տեղեր զբաղեցնում հայրենասիրական երգերը, կինս էլ չէր թողնում, որպեսզի մնանք անցյալում, այսինքն ժամանակակից երաժշտություն նույնպես լսվում էր մեր ընտանիքում, որովհետեւ հատուկ նախասիրություն չունեմ եւ կողմնակիցը չեմ այդ կարծրատիպերին կարճելուն, որովհետեւ ցանկացած ոճի երաժշտության մեջ կարելի է հոգեհարազատ երաժշտական երանգներ տեսնել կամ գոնե բառեր տեսնել։ Այդ պատճառով որովհետեւ առավելություն ինչ որ ոճի երաժշտական չեմ տալիս։ Ինքս նույնպես ունեմ երաժշտական կրթություն, բնականաբար գործիքս ավելի տրամաբանական է, որ հայկական երգերի սիրահար լինեմ, բայց այդպիսի կարծրատիպ չունեմ։ Հիմնականում աշխատում եմ հայրենասիրական երգերի լսել,
որովհետև դա նույնպես դաստիարակչական մեծ նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է պատերապարտությունից մեր հետո չեմ կարողանում երաժշտություն լսել։ Մի տեսակ հոգիս չի կարող երաժշտության հետ համահունչ լինել։ Դե դա ժամանակավոր է, երևի որովհետև այո, հուսանք եւ հավատացած ենք, որ ժամանակավոր է։ Իսկ առհասարակ սիրում եք պատրաստել, իհարկե մենք գիտենք, նաև մեր հայրենակիցները գիտեն, որ դուք ունեք շատ գեղեցիկ ընտանիք եւ լինում են դեպքեր, միգուցե առիթներ, երբ դուք պատրաստեք եւ սեղանի շուրջ ընտանիքով, միգուցե հարազատներով նստել, այսինքն սեր ունեք պատրաստելու հետ, թե ոչ։ Միանշանակ չի ասի, որ մեծ խոհարարական ունակություններ ունեմ, ցանկությունը կա, ժամանակ առ ժամանակ առիթ ունեցել ենք միշտ, բնականաբար, ինչպես նշեցի, գյուղ գնալիս, հայկական, ավանդական մեր խորոված բնականաբար պիտի ես անեի եւ ոչ թե մեկ ուրիշը կամ ընտանիքի մասին է խոսքը։ Հա։ Իսկ ինչ վերաբերում է տանը խոհանոցում, այո, այդպիսի կարծրատիպ չունեմ, որ սա տղամարդուն չի վերաբերում, սա կնոջ պարտականություններն է, ոչ, եթե անհրաժեշտություն լինում է, չի ասի, որ հաճախ, բայց երբեմն նաև լինում է այդպես։ Եվ բնականաբար հաճույքով եմ ստանում, մանավանդ որ ընտանեկան միջավայրում երեխաներիդ հետ, երեխաներիդ համար բնականաբար դա մեծ սիրով է կատարում։ Ինչ վերաբերում է այս ժամանակաշրջանին, քանի որ ինչպես նշեցի, ընտանիքս այս պահին Արցախում չի գտնվում, բնականաբար իմ ուտելիք պատրաստում եմ ես։ Ունեցել եմ նաև ուսանողական տարիներին մենակ ապրելու ժամանակաշրջան, այդ ժամանակ նույնպես, այսինքն տնից հեռու գտնվելը սովորեցնում է, բնականաբար դա միանգամից չի եղել, սկզբից մայրիկից էիր հարցնում կամ ընկերներից, հարևանից, հետո բնականաբար արդեն ընտանիք ձևավորելուց հետո արդեն տեսնում ես նախասիրությունները ինչպիսին է ընտանիքում եւ դու ես կամաց սովորում։ Բնականաբար ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք ձեր գյուղը եւ մեզ հետաքրքիր է ձեր ո՞րն է ձեր գյուղը նախ եւ երկրորդը բացի ձեր գյուղից Արցախը բնականաբար գողտրիկ անկյուններ շատ ունի եւ ձեր գյուղից բացի ձեր ամենասիրած միգուցե լինի պատմամշակութային կամ տեսարժան վայրը ո՞րն է։ Գյուղը մեր Բերդաշենն է, շատ եմ կապված գյուղիս հետ, այնտեղ է գտնում իմ ապուպապերի գերեզմանները, ինձանից 6 երունդ հետ բոլորի գերեզմանները խնամում եմ, բարբերաբար այցելում եմ, որովհետև ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, մարդ չի կարող ունենալ փայլուն ապագա, եթե չի հիշում իր անցյալը։ Աշխատում եմ անցյալից չկտրվեմ, բայց նաև չմնամ անցյալում, առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է սիրելի անկյանը, ապա չի առանձնացնի որևէ մեկը, էլի կրկնեմ, ինչ պատերազմը, երբ ազատ ժամանակ ենք ունենում, շաբաթ-կիրակի օրերը, պարտադիր երեխաներիս հետ ընտանիքով այցելում ենք, ինչու երեխաների հետ նշեցի, որովհետև կարծում էի, որ դա կարևոր է նաև, որ երեխաներս նույնպես սիրեն իրենց հայրենի բնությունը։ Պարբերաբար այցելում ենք այս կամ այն հիմնականում հոգևոր կոթողները, որպեսզի երեխաներս նույնպես ճանաչեն, հետ չմնան եւ պատերազմից հետո եւ պատերազմի ժամանակ, երբ որ արդեն Երևանում է ընտանիքս, այնտեղ էլ նույնպես այդ ավանդույթի համաձայն երեխաները այցելում են տարբեր արժեքավոր վայրեր, հայ ազգի համար նշանավոր վայրեր եւ իրենց դպրոցն է դա տրամաբանորեն տանում նրան եւ նաեւ մենք որպես ծնողներ նույնպես աշխատում ենք երեխաներին ծանոթացնել եւ սովորեցնել մեր ազգի հարուստ պատմամշակութային անցյալի հետ։ Անցյալ ասեմ, բայց նաեւ կարծում եմ, որ դա պիտի օգնի, որպեսզի հետագայում որտեղ էլ լինեն, իրենց հայտեսակը հանկարծ իրենց մեջ չմարի։ Այնպես որ նախասիրություն չի ուզենա որևէ նախասիրություն տալ, ինչու, որովհետև նյութապաշտությունը նույնպես լավ երևույթ չեմ համարում եւ եթե ինչ-որ մի շենք կամ կառույց ավելի հոգեհարազատ է, չի կարելի նվիրվել այդ շենքին։ Կարելի է այդ միջավայրում քեզ լավ զգաս, գուցե մտքերդ ավելի իմի կենտրոնանան, գուցե հանգստանաս հոգեպես, բայց կարծրատիպ եւ կարճել ինչ-որ մի բանի ճիշտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է Արցախին, բնականաբար ինչքան էլ տարբեր վայրերում լինես, ինձ համար գոնե Արցախից լավ տեղ չկա։
եւ ինչպես ասում են, ապրելու կենսաուժ տվողն է Արցախյան ամեն մի հատվածը։ Բնականաբար չեմ էլ ուզում առանձնացնել, որովհետև քննադատում եմ նույնիսկ այն մարդկանց, որոնք ասում են մեր տանը լավ է, կողքը արդեն կարևոր չի։ Իմն եմ համարում նաև, եթե այսպես նայենք աշխարհագրական, նաև Գյումրին, նաև Վանաձորը, նաև Ալավերդին, նաև Վայքը, օրինակ, հա, նաև Զանգեզուրը, որովհետև կարծում եմ, որ հայ ազգի դժբախտությունները հենց պառակտման մեջ են եղել միշտ, դարեր շարունակ, միշտ պատմական երբ նայենք, այդ պառակտումներն են բերել մեզ կործանման։ Դրա համար դա շատ լավ գիտակցելով կարծում եմ, որ ամեն մի հայ պիտի հայկական ամեն մի հատվածը համարի իրը եւ այդ հատվածները սրտանց սիրի, այնպես ինչպես կսիրի իր ամենասիրելի երևույթը։ Իհարկե ձեր թույլտվությամբ ես երևի թե ցանկին ավելացնեմ, որ նաև մերն է լինելու, իհարկե մերն է Անի, Բայազետը, Կիլիկյան Հայաստանը, Մուշը, իհարկե ամենի ժամանակավոր, իհարկե մենք հավատում ենք մեր մեծ պատմական ծովից ծով Հայաստանի այդ գաղափարին, որովհետև դա համազգային ուխտի նման մի բան է երևի։ Իդեպ, երբ ուսանողական տարիներիս, որպես համալրում ձեր խոսքի, միանշանակ համաձայն եմ, սենց մտովի երազանքների մեջ պատկերացնում է, երբ պիտի ինչ-որ շարժում սկսվի Նախիջևանի վերադարձի համար, Ջավախքի վերադարձի համար, Արևմտյան Հայաստանի եւ մտովի ինձ պատրաստում է, որ հենց որևէ վայրում լինի ինչ-որ շարժում, որ անհրաժեշտություն պիտի լինի նաև բժշկական գործունեության, նաև հայ մարդու գործունեության, անպայման առանց երկմտանքի պիտի հայտնվի այնտեղ։ Ցավոք, մինչ երազանքներից իրականացվելը մեր համար եկավ այս չարի 44-օրյա պատերազմը, որը կարծում եմ վերջակետ չի, այսինքն երազանքներս մի փոքր հետ է մնացել։ Այս պահին դոմինանտ երազանքս Արցախի ամբողջականությունը վերականգնվելը կլինի։ Եվ իմ ամեն ինչը կապում եմ դրա հետ։ Բոլորիս երազանքն է երևի, քանի որ խոսեցիք 44-օրյա պատերազմի մասին, բնականաբար 44-օրյա պատերազմը յուրաքանչյուր արցախցու կյանքում իր ուրույն հետքը թողեց։ Եվ որպեսզի ձևակերպենք հարցը այսպես, ինչ տվեց եւ ինչ վերցրեց ձեզնից 44-օրյա պատերազմը, բնականաբար այս երկու բառերը չակերտավոր են եւ խորի իմաստ։ Շատ ճիշտ եք եւ կարծում եմ շարունակում է տալ եւ վերցնելը մինչ օրս, ինչու որովհետեւ պատերազմի հետևանքով իմ ընտանիքը այսպես ցիկ ու ցրիվ եղավ, ծնողներս մի ուրիշ վայրում են Հայաստանի Հանրապետության, իմ ընտանիքը Երևանում, քանի որ հայրական օջախս Շուշի քաղաքում էր եւ բնականաբար մեր ընտանիքի ամեն ինչը մնաց Շուշիում, բայց ոչ թե նյութականի կորուստն եմ առավել համարում, որովհետև դա վերականգնող երևույթ է, այն բարոյական կորուստները, որ ունեցանք, այսինքն մինչ պատերազմը գրեթե եթե ոչ ամեն, ապա հաճախակի շաբաթ-կիրակի օրերը մենք երեխաներով, այսինքն ծնողներիս երեխաներով պարտադիր հավաքվում ենք հայրական օջախում եւ իրենց ուրախացնում եւ շփումները ստեղծելու հնարավորություն ենք տալիս, որպեսզի շփվեին տատիկ-պապիկների իրենց թորնիկների հետ։ Այս ամենը գրեթե վերացավ պատերազմից հետո, այսինքն շատ հազվադեպ ենք կարողանում բոլորս համախմբվել եւ միասին սեղանի շուրջ նստել։ Այս առումով վերցրեց անձնապես ինձանից։ Իմ երազանքները, իմ պատկերացումը մեր ուժեղ կայուն ապագայի վերաբերյալ մի տեսակ մասնակի քանդվեց, վստահ եմ դա եւ իմ հոգում եւ իմ գիտակցության մեջ ժամանակավոր եմ համարում, վստահ եմ, որ դա վերականգնվելու է, բայց այնուամենայնիվ այս պահին համարում եմ դա դեռ կորուստ։ Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, եւս մեկ անգամ հասկացա, որ ինչքան կարեւոր է միասնական լինելը։ Մանավանդ բժշկական հանրությունը հայ ազգի իրեն դրսևորվեց այնքան բարձր եւ լավ դրական իմաստով, որ ես մեծամտություն չթվա հպարտանում եմ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ կարճ ժամանակում 27-ին, 28-ին մի խոսքով մի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից հայ բժիշկներ արագ հասել են Արցախ։
Եվ այն նվիրվածությունը, այն պատրաստակամությունը, առանց քնելու պարտադիր աշխատելը, մեծ ծավալը, ամեն մեկը փորձում էր ել ավելի շատ անել։ Եվ մեր իրար հասկանալը, առանց որևէ վիճաբանության, առանց տարաձայնությունների, սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ միասնականությունը մեր փրկության գրավականն է եւ միանշանակ պետք է միասնական լինել։ Իհարկե չեմ ասում, հատկապես ներկա մեր ժամանակաշրջաններում, երբ որ տեսնում ենք մեր շրջապատում նաեւ թափթփուկներ, դա էլ մեր թերությունն է։ Հիմա մարդ չի կարող կատարյալ առողջ լինել, նա կարող է այս կամ այն ժամանակաշրջանում հիվանդ տեղամասեր ունենալ, հիվանդ օրգաններ ունենալ։ Եվ մեր ազգը նույնպես այս պահին հիվանդ վիճակում է եւ տարբեր տեղամասերում հիվանդ օրգաններ կան, որոնք կարծում եմ ժամանակի հարց է, պիտի բուժվեն կամ պիտի վիրաբուժական առումով մասնահատվեն, այսինքն հեռացվեն ընդհանուր օրգանիզմից, կամ գոնե դեղորայքավ բուժեն։ Ցանկալի է որ բուժվեն, չեմ կարծում որ մեր համար ամեն մի հայ կյանք թանկ է։ Տեսա նաև հերոսական եւ մարտիկ լինելու մեր տեսակը, հայի տեսակը։ Տեսա ինչպես են երիտասարդներ, նույնիսկ տարիքով մարդիկ, ինչպիսի նվիրվածությամբ էին նետվում մարտի, ինչպես ենք մենք մարդկանց համոզում վիրահատարան տանելու համար, ինչպես էին լացում, որ վիրավորվել են, ինչպես էին ցավում, որ այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց ընկերների մոտ, կամ ինչպես էին փորձում այս կամ այն ձևով շրջանցել մեր ցուցումները եւ հրահանգները եւ նորից վերադառնալ մարտի դաշտ։ Սա իհարկե ոգևորում է եւս մեկ անգամ ապացուցում է, որ ինչպես մինչ պատերազմն էի հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ այս ցեղատեսակի ներկայացուցիչն եմ, որովհետեւ չնայած ունեցած մեր մի շարք թերություններին, այնուամենայնիվ կարծում եմ, որ դրական կողմերը եւ դրական երևույթները մեր մոտ շատ են։ Սա համարում եմ նորից ձեռքբերում, ինչու նորից, որովհետեւ եթե մի շարք բաներ, հերոսություններ լսել էին, գրքում ենք կարդացել, ես առիթ ունեցա դա տեսնելու։ Ականատես։ Եվ դա միանշանակ համարում եմ անձնական ձեռքբերում նաև։ Այսինքն ունեմ երեխաներից տալու ինչ-որ մի բան։ Իհարկե 44-օրյա պատերազմի ժամանակ հայոց բանակի հետ համահունչ նաև պայքարում էր սպիտակ բանակի մեր զինվորները, մեր բժիշկները եւ օգտվելով պատեհ առիթից եւս մեկ անգամ մեր բժիշկներին ասում ենք շնորհակալություն։ Եվ բնականաբար այսպիսի մի հետաքրքիր հարց հեքիաթներին հավատում եք թե չէ։ Ես մինչ օրս էլ չնայած ծանրաբեռնվածությանը եւ ֆիզիկապես եւ հոգեպես այնուամենայնիվ երազանքներ ունենում եմ։ Եվ ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհավանական բաների մասին եմ երազում եւ բնականաբար սա ստիպում է որ նաեւ հավատամ հեքիաթներին, մանավանդ որ հեքիաթների մի մեծ մասը, մանավանդ հայկականները, տեսնում ես որ դրանք ուղղակի օդից վերցված երևույթներ չեն, նման իրողություններ կարող են լինել մեր կյանքում։ Երբեմն անհավանական պատմությունների ես հանդիպում եւ ինքդ քեզ հարց ես տալիս, ինչ է սա եթե ոչ հեքիաթ, որովհետեւ այդ անհավանականությունը հենց հեքիաթայինն է։ Եվ կարծում եմ, եթե մարդ միշտ ռեալիստ է լինում եւ իրականությունն է տեսնում, նրա կյանքը ավելի մռայլ կլինի։ Եվ այո, կարծում եմ, որ նույնիսկ պետք է հավատալ հեքիաթներին։ Իսկ եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչ կփոխեիք աշխարհում։ Միանշանակ մեկ բառով հնարավոր չէ ասել, որովհետև շատ բան կա փոխելու աշխարհում։ Ճիշտ ասած, երբեք չեմ մտածել ինչը կառանձնացնեի փոխելու իմաստով։ Գուցե կավելացնեի սերը դեպի կրթությունը, ինչու եմ մտածելով ասում, որովհետև հնարավոր է օբյեկտիվ չլինի իմ պատասխանը, որովհետև ամեն ինչը կապում եմ հայ ազգի հետ, հատկապես որ կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում հայ ազգն է նեղության մեջ եւ մի տեսակ չեմ էլ ուզում այլ ազգերի մասին մտածեմ, հա մենք տեսնում ենք, որ աշխարհում տարբեր տեղեր, տարբեր վատ երևույթներ են կատարվում, ոչ թե կարենք ցանկով չեմ նայում, այլ ժամանակ չունեմ, ավելի շատ կարեք ցանկով նայում եմ ինքս իմ հայրենիքին։ Դրա համար գուցե օբյեկտիվ չկարողանամ պատասխանել աշխարհում, բայց լավ կլինի պատերազմներ չլինեն։
այսինքն մարդիկ իրար հասկանան։ Ես օրինակ սենց առօրյա կյանքում պատերազմից հետո փորձում եմ ավելի շատ ներողամիտ լինել իմ հայրենակիցների նկատմամբ եւ ավելի շատ եմ ես ներողություն խնդրում, որպեսզի հանկարծ մեր խոսակցությունը չվերածվի վեճի կամ ոչ թե վախենում եմ, ոչ թե իմ տեսակն է փոխվել, այլ կարծում եմ, որ սիրո բացակայությունը մեզ տարավ այս անհաջողություններին եւ դրա համար աշխատում եմ ոչ թե կոչ անել, մանավանդ մեր ազգին բնորոշ է անընդհատ ինչ որ ցուցումներ եւ խորհուրդներ տալ։ Առաջին ինքդ քո մեջ պիտի դա մաքրես եւ անձնական օրինակով ցույց տաս, որն է ճիշտ, որն է ապագա ունեցող։ Պատերազմներ չլինի, մարդիկ ավելի շատ նվիրվեն գրքին, հավատքին, հատկապես չեմ ուզում վիրավորեմ մնացած ազգերի կրոնական նախասիրությունը, հատկապես քրիստոնեությանը, այնուամենայնիվ սենց կասեմ, որովհետև կարծում եմ, որ դեպի Աստված, դեպի Աստվածային ճանապարհը ճիշտ եւ հարթ եւ ուղիղ ճանապարհը հենց քրիստոնեությունն է։ Եվ եթե այս ամենը կատարվի, եթե մարդիկ աստվածաշնչյան պատվիրանները կատարեն, որովհետև վատ երևույթ մեր շրջապատում կարծում եմ չի լինի։ Քանի որ խոսեցինք հավատքի մասին եւ եթե մի օր հանդիպեք Աստծուն, ինչ կասեիք կամ ինչ կխնդրեիք միգուցե։ Դժվար է այս նմանատիպ խորիմաստ հարցերին պատասխանելը, որովհետև նորից եմ կրկնում, կարող է պատասխաններս օբյեկտիվ չլինեն, որովհետև ինչպես շատերի իմ կյանքն էլ բաժանվում է երկու մասի, մինչ պատերազմը 44-օրյան եւ հետո։ Եթե աշխարհիկ երևույթների մասին խոսելու լինենք, ապա կուզենայի վերադարձվեր այն, ինչ ունեցել ենք, կուզենայի մեր այն զոհված տղաների կյանքի վերադարձվեր, կուզենայի այն բարոյական կորուստները, ինչ որ ունեցել է մեր ազգը, վերականգնվեր, իսկ եթե վերլուծությունը եւ եթե հանդիպումը հնարավոր լինել մինչ պատերազմը, ապա գուցե ուղղակի ներողություն կխնդրեի կամ իմ կատարած սխալների կամ մեղքերի համար։ Ես ամեն օր եմ փորձում իմ աղոթքներում, իմ կապով եկեղեցու միջոցով Աստծո հետ կապվել եւ ներողություն խնդրել կատարած մեղքերի համար, չնայած չեմ կարծում, որ դրանք շատ են, բայց այնուամենայնիվ եթե հնարավորություն ընձեռնել հանդիպելու, կրկին դա կխնդրեի։ Օրնո Անաստամյան, մեր հաղորդման ընթացքում կա այսպիսի իհարկե առաջադրանք ցանկություն մեր հյուրի հետ կապված, կատարել մի փոքրիկ բացահայտում։ Գիտեք, կարծում եմ, որ չկա, որովհետեւ ես փակ մարդ չեմ, իմ էությամբ կիսվում եմ, ես շատ ընկերներ ունեմ, նույնիսկ փոքր ժամանակն ու դպրոցական տարիներին հայրս մեկ-մեկ դիտողություններ անում, ասում են, ինչպես կարող է մարդ այսքան ընկերներ ունենալ։ Քիչ պիտի լինի եւ որակով, բայց կյանքը ցույց տվեց, որ չէ, ես ունեմ այդ ընկերները, շարունակում եմ ընկերություն անել եւ հարուստ եմ դրանով ինձ համարում, այնպես որ ես փակ չեմ եւ որովհետեւ թաքցրած երևույթ չունեմ։ Գուցե իմ մտքերով, իմ մտածմունքներով մի քիչ ավելի պարփակ եմ եւ չեմ կիսվում շրջապատիս հետ, բայց այդպիսի ինչ որ երևույթ չկա, որը ես պիտի այսօր բացահայտեմ։ Այնպես որ ցավում եմ, որ այդ հատվածը հաղորդման գուցե չկարողանամ լցնել եւ չէ, չունեմ, որովհետև իմ խոսքի մեջ էլ ես ասեցի այն, ինչ չգիտեմ մարդիկի մասին, էլի ասեցի, ստացել եմ նաև երաժշտական կրթություն, մինչ պատերազմը զբաղվում էի, մեր հիվանդանոցը գիտեր, որովհետև հավաքների ժամանակ ցուցադրում էի իմ ունակությունները, հավատում եմ Աստծուն, գուցե որոշների համար դա այնքան էլ ընդունելի չի այն առումով, որովհետև թյուր կարծիք կա, որ բժիշկները ավելի շատ աշխարհիկ են եւ հավատքից հեռու են, որովհետև այդպես է գիտությունը թելադրում։ Ոչ, ես կարծում եմ, որ դրանք համադրում են մեկը մյուսին եւ գիտությունը չի հերքում Աստծո առկայությունը եւ Աստվածայինն էլ Աստվածաշունչ եւ Աստված էլ չի քննադատում կամ քարկոծում գիտությունը։ Այնպես որ կարծում եմ, որ դրանք համատեղելի են, գուցե դա բացահայտում կլինի որոշների համար։ Մտքից ինչ որ բան չի գալիս, որ պահված է եւ պիտի բացահայտեմ։
Պարոն Արստամյան, եւ մեր հաղորդման երևի թե վերջին հարցը, ինչքան էլ մենք փորձենք մեզ անձնապես ներկայացնել, այնուամենայնիվ Արցախը յուրաքանչյուրինս է եւ Արցախը մեր մասնիկն է, մեր հոգում, մեր սրտում, մեր մտքերում եւ շարունակեք միտքը Արցախը ինձ համար ապրելու բանաձևն է։ Ես էլի իմ խոսքի մեջ ասեցի, որովհետև դա պատահական չեմ ասում։ Միանշանակ շարունակությունը իմ ապրելու իմաստն ու բանաձևն է։ Ես ունեմ ընտանիք, ծնողներ, ունեմ սիրելի զբաղմունք եւ այլն, բայց այնուամենայնիվ Արցախից դուրս ես ինձ լիարժեք չեմ համարում։ Չի հերիքում օդը շնչեմ։ Պարզ մի պրիմիտիվ երևույթ եւ այստեղ ինձ մարդ եմ զգում։ Գուցե շրջապատն է, գուցե նույնիսկ այսպիսի ընկճված եւ անորոշ վիճակում էլի Արցախը ինձ համար համարվում է աշխարհի ամենալավ աշխարհամասը, որովհետեւ սա իմ տունն է, սա իմ հայրենիքն է եւ միանշանակ այստեղ ինձ ամեն ինչով ինձ լավ եմ զգում։ Աշխարհում ամենալավ տեղը քո տունն է լինում բնականաբար։ Միանշանակ։ Շնորհակալություն պարոն Արստամյան, անկեղծ, հետաքրքիր եւ ջերմ զրույցի համար։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք ընդհանուր վիրաբույժ Գրիգորի Արստամյանին։